Սահակ Սարիբեկյանը հայտարարել է, որ այլևս չի թույլ տա դեղագործների հարասնալ շաքարախտով տառապող մարդկանց հաշվին։ Դեղագործական ընկերությունները պատրաստ են նրան վճարել $1 միլիոն իր նոր բուժման մեթոդի համար, սակայն նա հրաժարվել է այդ գումարից։ Տեսանյութը իհարկե համոզիչ է, բայց ոչ իրական։ Ես երբեք լուրերի թողարկմամբ նման տեղեկություն չեմ հաղորդել, այս ամենը պատրաստված է արհեստական բանականության միջոցով, գեներացվել է ձայնը, կերպարը եւ փորձում են կեղծ տեղեկատվությամբ մոլորեցնել մեր քաղաքացիներին, բուժառուներին, քանի որ թիրախավորել են հենց առողջապահական ոլորտը։ Ավելի քան 3300 հավանում, 5200-ից ավելի տարածում։ Կեղծ տեսանյութը Facebook-ում քննարկման առարկա է դարձել։ Նյութը տարածողը անհայտ էջ է։ Նման մեթոդով դեղերի գովազդը նոր բան չէ, սակայն այն, որ արհեստական բանականությունը շատ լավ հայերեն է խոսում, նորություն է։ Իրականում վերջին շրջանում բավականին շատ են ինձ ուղարկում այդ տեսանյութը, թե ծանոթներ եւ թե անգամ բուժառուներ, ովքեր որ հետաքրքրված են այս ոլորտով, դիտում են մեր պատրաստած ռեպորտաժները, որոնք առնչվում են առողջապահությանը եւ անգամ հարցնում են արդյոք սա ճիշտ է, թե ոչ։ Բժշկի տեսանյութը, որը օգտագործվել է գովազդում, YouTube-ում հրապարակվել է մոտ 4 տարի առաջ։ Կեղծ տեսանյութում նա եւս հայերեն է խոսում, նշում թե ինչպես է հնարավոր բուժել շաքարախտը։ Վաճառում են ձեզ դեղեր, որոնք ժամանակավորապես բարձրացնում են ինսուլինը, սակայն չեն վերացնում խնդիրը։ Իդեպ Սահակ Սարիբեկյանը ոչ թե էնդոկրինոլոգ է, այլ վնասվածքաբան օրթոպեդ։ Նա Facebook-յան գրառմամբ հերքել է իր մասնակցությունը որևէ դեղամիջոցի գովազդի։ Հղումով անցնելիս բացվում է էջ, որտեղ իբր հնարավոր է կարդալ բժշկի հարցազրույցը։ Վերջում նշվում է շաքարախտի բուժման համար հատուկ դեղամիջոց, որը հնարավոր է միայն տվյալ կայքից գնել 50% զեղչով։ 20,000-ից իբր դարձել է 9900 դրամ։ Իսկ պատվիրելու համար օգտատերը ուղղակի պետք է լրացնի իր անունը, հեռախոսահամարը, որից հետո իր հետ կապ կհաստատեն։ Փորձեցինք համացանցում գտնել նշված դեղամիջոցը։ Պարզեցինք, որ մոտ 3500 դրամով է հնարավոր այն պատվիրել։ Այցելեցինք դեղատններ, հասկանալու այն որևէ տեղ վաճառվում է, թե ոչ։ Բարև ձեզ։ Ներողություն, սիլա չիմի դեր ունեք, չիմի դեր ունեք, ցանցում չկա, հա, շատ լավ։ Չեք սա, այդ կարագոցոր ինտերնետով են խախտում։ Ովքեր են կանգնած կեղծ տեսանյութերի հետևում, ոստիկանությունից տեղեկացնում են, իմանալու համար պետք է լինի հաղորդում հանցագործության մասին, որպեսզի իրավապահ մարմինը զբաղվի այդ գործով։ Նման մեթոդով գումար կորցնելու վերաբերյալ հաղորդում չի ստացվել։ Իսկ ինչ կարող է լինել, եթե անձը իր հեռախոսահամարը նշի տվյալ կայքում։ Գրանցող անձի հետ կապ են հաստատում եւ հավանաբար առաջարկում են վաճառել ենթադրյալ դեղամիջոցը, այստեղ պետք է հասկանալ, թե արդյոք այդ դեղամիջոցը իրականում նրանք վաճառում են, թե չեն վաճառում եւ քաղաքացին արդեն իսկ իր գործողություններով կարող է զերծ մնալ հանցագործության զոհ դառնալուց, մասնավորապես եթե նրան առաջարկեն գումար ուղարկել, որպեսզի նրան հետագայում առաքեն դեղորայքը, քաղաքացին կարող է հրաժարվել։ Սակայն հավանական է նաև, որ դեղորայքը առաքեն եւ ֆիզիկապես գումարը վերցնեն։ Պրակտիկան ցույց է տալիս, որ նման դեպքերում առաքման ծառայությամբ զբաղվում են առաքման ծառայություն մատուցող ընկերության աշխատակիցները, որոնք բարեխիղճ մոլորության մեջ են գտնվում եւ չեն մտածում, որ առաքման ենթակա առարկան կարող է հանցագործության միջոց կամ գործիք լինել։ Հայկ Մկրտչյանը նշում է, պետք է հասկանալ դեղորայքը ունի համապատասխան բժշկական լիցենզիա, թե ոչ, կամ արդյոք տալիս է այն օգուտը, որը նկարագրված է։ Հորդորում է դեղամիջոց գնելուց առաջ մասնագետներից պարզել, այն կարելի է օգտագործել, թե ոչ, իսկ գնելիս պաշտոնական կայքերից օգտվել։ Ինչ վերաբերվում է այն մարդկանց, ում տեսանյութերն օգտագործվում են կեղծ գովազդներ պատրաստելու համար, կարող են դիմել ոստիկանություն, նշված կայքերը արգելափակելու, տեսանյութերը հեռացնելու համար։ Լիանա Խաչատուրյան, Արտակ Գևորգյան, լուրեր։